Նախորդ տեսանյութում խոսացի իշխանության մասին, հիմա ուզում եմ հարց տամ ընդդիմությանը, բոլորը խոստումներ են տալի, բոլորը ասում են, որ լավ կլինի, բոլորը ասում են եկեք մեր հետևից, բայց ոչ մեկ ոչ ծրագիր է ներկայացնում, ոչ էլ կոնկրետ ճանապարհային քարտեզ։ Հիմա ես ունեմ կոնկրետ հարցեր ընդդիմությանը եւ հույսով եմ, որ ընդդիմությունը կպատասխանի շատ կոնկրետ, այլ ոչ թե լղոզված կամ կներեք արտահայտությանս կռուտիտով։ Հարց համար 1. Գալով իշխանության, շարունակելու եք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Արցախը։ Հարց համար 2. Ինչ արտաքին ուղղվածություն է ունենալու ձեր իշխանությունը։ Հարց համար 3. Ինչ ձևով եք պատրաստվում հզորացնել հայոց բանակը։ Ես որպես նախկին զինվորական ձեզանից սպասում եմ կոնկրետ պատասխան, ոչ թե տրամաբանության մեջ թե բան կանենք, բան կլինի, այլ կոնկրետ ծրագիր, որն է, ինչ զենքերով, ինչ ստորաբաժանումներով, որ երկրի հետ դաշնակցելով։ Պատրաստվում եք չեղարկել այս իշխանությունների ընդունած օրենքը, որով զինծառայության ժամկետը կրճատվել է։ Հարց համար 4. Շարունակելու եք թոշակառուների ապահովագրության ծրագիրը, բարձրացնելու եք թոշակները, նպաստները, ինչ ձևով եք պատրաստվում հզորացնել տնտեսությունը։ Հարց համար 5. Ինչ ճանապարհով եք պատրաստվում Հայաստանի Հանրապետությունում թույլ չտալ գնաճ։ Ովքեր էլ որ ունեն հարցեր, կարող են մեկնաբանություններում գրել։ Հուսով եմ, որ մենք կլսենք մեր հարցերի պատասխանները։